Նրանք սիրում են կայունություն եւ այսպիսի մարդիկ չգիտես ինչու միշտ կարող են զգալ, որ հələ մի բան էլ իրանք են ինչ որ բանով պարտավոր այլ մարդկանց, բայց իրականում դա այդպես չէ։ Ինչն է այստեղ հետաքրքիր, մարդիկ, ովքեր որ ծնվել են այս ամսվա թվանշանի ներքո, բավականին իրենց մեկ-մեկ չեն գնահատում, սա ոչ բոլորի մոտ։ Այստեղ կա թվանշան, որը որ մեծ ավելի շատ իօկտին է սիրում ամեն ինչ, հա, անել, որովհետև այսպիսի մարդիկ շատ դիեզերական մարդիկ են, էներգիան քաղում են իրենք, հա, ինֆորմացիաները հողից, սիրում են կանգուն լինել երկրի հողի վրա, այսպիսի մարդիկ սիրում են կարգ ու կանոն հաստատել, այսպիսի մարդկանցից լավ ճարտարապետներ են լինում, պետք է շատ աշխատեն շատ մարդկանց հետ, կանայք էլ կապ չունի, տղամարդկանց հետ, կանանց հետ, այսպիսի մարդիկ սիրում են իրենց շուրջ կոմֆորտ ստեղծել եւ խորհուրդ կտա ընդհանրապես զբաղվեք ձեր առողջականով։ Մեկ-մեկ կարող եք ինքներդ ձեր կյանքում կրիզիսներ ստեղծել եւ չհասկանալ, թե ինչ է կատարվում ձեր շուրջը։ Այսպիսի մարդիկ ուրեմն բավականին շատ հետաքրքիր խառնվածք ունեն բնավորության, ձեզ պետք է սովորել մարդկանց մեկ-մեկ մերժել, որովհետև գալիս է պահ, դուք հասկանում եք, որ օգնել եք, բայց ոչինչ չեք ստացել։ Այստեղ պետք է ձեր ինքնագնահատականի վրա աշխատել, որովհետև դուք պետք է կառուցեք ձեր շուրջը, այլ ոչ թե քանդեք։ Սա շատ կարևոր է, որովհետև վերջում ես կասեմ, թե ովքեր են այս մարդիկ, ովքեր որ ամսվա օրն են ծնվել, կապ չունի, թե դուք որ ամսին եք ծնվել։ Եվ ինչն է այստեղ հետաքրքիր, որ սիրելիներս, ովքեր ծնվել են այս ամսին, իրենք բավականին պետք է կարգ ու կանոն հաստատեն իրենց կյանքում, զբաղվեն սպորտով եւ կարող եք նաեւ ինչու՞ չէ տեսնել, որ այսպիսի մարդկանցից լինում են լավ բիզնեսմեններ, այսպիսի մարդիկ կարող են աշխատել պետական ստրուկտուրաներում, ինչը կապ ունի նաեւ փաստաթղթայինի հետ եւ այլը։ Այսպիսի մարդիկ ովքեր որ այս ամսվա թվանշանի ներքո են ծնվել, պետք է սովորեն մարդկանց մերժել, ասել ոչ, եւ դուք պետք է աշխատեք ձեր ինքնագնահատականի վրա, եւ այդ մարդիկ են, ովքեր ծնվել են 4, 13, 31 թվանշանի ներքո, ճանաչեցիք ձեզ։